Կարող եմ ասել, որ ընդհանրապես բանը եւ հյուսիսային Հայաստանը ներառյալ ուրեմն Լորին, այդ թվում եւ ուրեմն Տաշիրը մի քիչ ավելի ծայրամասում, Տավուշը, դրանք եւ այս ներկայիս Վրաստանի հարավային հատվածները, դրանք մի քրիստոնեական մի օջախ են, որի ամենակարևոր առանձնահատկություններից մեկը նման կոթողների կանգնեցումն էր։ Եվ քանի որ այդտեղ բանը քարը ֆելզիտը, մոխրագույն բազալտը, տարբեր երանգների ավելի ամուր քարերը շատ հեշտ էին, շատ հեշտ էր փորագրել կոնկրետ տեսարաններ, Հայաստանի այլ մասերի համեմատ այստեղ պատկերները շատ ավելի հստակ են, շատ ավելի մանրամասն են եւ հաճախ էլ վատ չեն պահպանվել։ Ուզում եմ ասել, որ նման բազմաթիվ կոթողներ կան։ Այդ կոթողները 19-րդ դարի վերջերից սկսած հետազոտվել են, բազմաթիվ հրատարակություններ կան, եւ այս տեսակետից ասենք նման գյուտը այստեղ կարևոր է նրանով, որ կարծեք թե հյուսիս-արևմտյան սահմանը երևույթի ավելի է ընդարձակվում։ Ինքը կոթողը, որը գտնվել է շինարարական աշխատանքների ժամանակ, ինքը մի բեկոր է, այսինքն բայց շինարարները փորելուց չեն նկատել, ինքը հանվել է, ջարդվել է մի քանի մասերի։ Այսինքն նման կոթողները որպես կանոն ունենում են գետնախարիսխ, ունենում են պատվանդան, սա սյունն է։ Այսինքն սյան մի հատվածն է։ Սյունը ավարտվում է խոյակով, խոյակի վրա դրվում է խաչակալը, խաչակալի վրա ամրացվում է թևավոր խաչը։ Դրանք շատ հեռվից տեսանելի են, հասնում են մինչև 6-ից 12 մետր բարձրության, այսինքն իրենք խոշոր բաներ են, եւ ամենահավանական թվագրությունը դա 5-րդ դարի մոտավորապես կեսերից մինչև 7-րդ դարի կեսերը, մինչև արաբական արշավանքը։ Այս կոթողը հուշագրավ է ուղղակի նրանով, որ նման տիպի կոթողների ուրեմն շատ հստակ ներկայացված է Քրիստոսի կամ Հիսուսի ուրեմն մկրտությունը Հորդանան գետում ներկայացված է ուրեմն Հիսուսը երևի մորուքով, ընդհանրապես ավելի վաղ օրինվածներում Հիսուսը երիտասարդ է եւ հանդես է գալիս որպես երիտասարդության, անմահության խորհրդանիշ։ Հեծագույն բաներում ավելի այսպես իմաստունի կերպարանք, նա մորուք ունի, եւ պարզ է, որ Հովհաննես Մկրտիչը, որ անապատում էր ապրում, միշտ մորուքավոր է, հատուկ հագուստ ունի։ Այստեղ ուշագրավ է նաեւ այն, որ ուրեմն ջրերի վրա կոթող է բարձրանում, որը նույնպես ավարտվում է խաչով։ Կարծեք թե կրկնօրինակ է։ Մենք ունենք մի շարք նման այլ օրինակներ, երբ որ խաչել բանը մկրտությունը ներկայացում է նաև խաչակոթողի հետ միասին։ Ինչևէ, ուզում ասեմ, ինքը շատ հետաքրքիր է, բայց ամենաառաջնայինը ես կհամարեի շատ ճշգրիտ եւ մանրակրկիտ եւ մաքուր կատարումը։ Իսկ նմանատիպ հուշարձաններ սովորաբար ինչի համար են կանգնեցնել, ինչ-որ առիթով, կրոնական, ինչ-որ ծիսական արարողությունների հետ կապված։ Ընդհանրապես նման կոթողները առաջին հերթին ընկալվում էին որպես քրիստոնեության հաղթանակի նշաններ։ Դրանք կանգնեցվում էին, որ որևէ շրջան, որևէ իշխանական տող պաշտոնապես հավաստում էր քրիստոնեության ընդունումը եւ դրանք նաեւ կանգնեցվում էին որպես նոր հավատի երկրպագության նշան, հատկապես ասենք քաղաքների հրապարակներում, խոշոր ճանապարհների խաչմերուկներում, բարձր բլուրների վրա։ Այդ ամենը մանրամասն նկարագրված է Ագաթանկեղոսի պատմության մեջ, Գրիգոր Լուսավորչի տեսիլքը մանրամասն ես իմ խաչքար գրքում երևի մի 30-40 էջ այդ ամենը քննարկել եմ։ Ուզում եմ ասեմ, գիտական հանրույթին այդ ամենը ծանոթ է։ Մի փոքր թնջուկ կա կապված հայ-վրացական, որտեղ Վրաստանում կոթողներ կան, որոնք հայերեն արձանագրություններ ունեն։ Կան կոթողներ Հայաստանում, որոնք փոքր-մոքր վրացեր են, այսինքն դա այն ժամանակն էր, երբ վրաց եկեղեցին չէր բաժանվել հայոց եկեղեցուց։ Տարբեր լեզուներ, բայց նույն հավատն էր, հայ եկեղեցին, աղվանից եկեղեցին եւ վրաց եկեղեցին մինչեւ 7-րդ դարի, այսպես ասած,
կեսերը կամ սկզբները դժվար է թիվը հստակեցնել։ Պարոն Պետրոսյան, իսկ հնարավոր է, որ մյուս հատվածներն էլ հայտնաբերվեն։ Են վերադարձել եւ ես այսօր պիտի այդ հանգամանքը բարձել, այնտեղ բանը գազի խողովակ են անցկացրել, 5 խողովակը փոխարինել են նորով։ Եվ այնտեղ տարածքում կարիք կա մաքրման աշխատանքներ անել, ես այսօր դրանով կզբաղվեմ։ Խնդիրը այսպես է, մի անգամ բացառված չի, որ այդ կոթողը կամ այդ բեկորը ինչ որ միտեղից բերվել է ինչ որ մի նպատակով։ Այդ դեպքում ասենք հազիվ թե, բայց բացառված չեն նաև, որ ասենք եթե ինքը իր տեղում լինի, դա նշանակում է, որ մենք պետք է գտնենք այլ մանրամասներ եւս։ Այդ ամենը ցույց կտա հնագիտական հետազոտական տենց մի փոքրիկ աշխատանք։